Եկեղեցվո ծառայության աղբյուրը ու տաշտը ժողովուրդն է։ Այս հիմնավորումով ու շեշտավորումով նորին Սուրբ Օզություն դեր Արամ առաջին Գաթողիկոս սկսավ իր հովվաբեդական այցելության։ Այցելութենե անտին առաքելությունը եւ հովվաբեդ ու հոտ հանդիպումը։ Զորսկիս պարավ Կանադայի հայոց թեմեն։ Շարունակվեցավ Միացյալ Նահանգներու արևմտյան հայոց թեմ եւ եզրափակվեցավ արևելյան հայոց թեմով։ Շուրջ 1.5 ամսվան վրա դարածված վեհապարին հովվաբեդական այցելությունը հաջորդաբար ներառեց հետևյալ շրջանները՝ Մոնտրեալ, Տորոնտո, Օտավա, Լոս Անջելես, Էնսինո, Հոլիվուդ, Վալի, Պասադինա, Գլենդել, Մոնտեբելլո, Ֆրեզնո, Սան Ֆրանսիսկո, Սիլիկոն Վալի, Նյու Ջերսի եւ Նյու Յորք։ Հիշյալ շրջաններուն մեջ վեհապար Հայրաբեդը ժողովրդին հետ ունեցավ հանդիպումներ։ Մեր ժողովրդի զավակները մեծ բազմությամբ եկած էին դիմավորելու իրենց հովվաբեդը եւ լսելու անոր պատկամը։ Հայրաբեդը արիտներ ստեղծեց ժողովրդին հետ անմիջական կապ հաստատելու ու հաղորդակից դառնալու անոնց ապրումներուն ու դակնապներուն, գարիքներուն ու սպասումներուն եւ կարեւորությամբ շեշտեց, թե ժողովուրդն է Մեծիդան Անգելիկիո կաթողիկոսության հզորության աղբյուրը, ծառայության տաշտը ու հեղինակության առանցքը։ Հայկական վարժարաններուն շնորհած այցելությունը նորին Սուրբ Օզության համար եղավ հոգեգան անհուն ուրախության աղբյուր, իդես մեծ թիվով աշակերտներու ներկայության եւ նոր արձանագրվողներու երկար շարքերուն, նաեւ իդես դնորեններու ու ուսուցչական գազմերու գոմե չամփվող գազմագերբ ու առողջ դաստիարակության։ Աշակերտության հետ վեհապար Հայրաբեդին գաբը եղավ այնքան սերտ ու կոդեբնտիչ։
Կալիֆոռնիա բոլոր հայկական վարժարաններու ուսուցիչներու դարեգան համակումարին Արամ առաջին Գաթողիկոսին դված դասախոսությունը արիթ հանդիսացավ բարձելու գրոնական ու հայեցի տաստիարակության սերտ առնչությունը եւ ներգա ջարդարակիդությունը տաստիարակության ծիրեն ներս ճիշտ կերպով գործածելու հրամայական։ Վեհապար Գաթողիկոսին հայրաբեդական քաղաքալության 30-ամյակին առիթով գազմագերբված հանդիսություններու ջամփով լուսարցակի դագարնվեցան անոր իրակորձումները հոգևոր, գրթական, մշակութային, միջեկայեցական, միջգրոնական, ազգային բանջարդիրության, շինարարական, քրիստոնեական ու հայեցի տաստիարակության, ընկերային ծառայության եւ այլ բազմաթիվ ու բազմազան մարզերներս։ Հայոց հայրաբեդին պատկամներուն գիզագետը միշտ եղավ։ Գաթողիկոսին կորձը գաթողիկոսության կորձն է։ Այդ կորձը թադողը պիտի ըլլա ժողովուրդն ու պատմությունը։ Անտիլիասին խոսքը միշտ եղած է իր կորձը, եւ այդ կորձը գճարակայտ է։ Գարիկը չունի ոչ կովասանքի եւ ոչ ալ մեկնաբանության։ Մեր հայրենիքին նկատմամբ Անտիլիասի տեսակետը միշտ եղած է հստակ ու հետևողական։ Հետևելով մեր նախորդներուն, փորձեցինք ու պիտի շարունակենք Մեծիդան Անգելիկիո Գաթողիկոսության թարավոր Սուրբ Աթորը բարձրացնել, նվաճելով նորանոր բարձունքներ եւ ոչ թե աթորով բարձրանալ։ Անտիլիասը իր էյությամբ ու կոյությամբ ծառայություն է միայն։ Հոս է մեր փառքն ու բադիվը, մեծությունն ու հզորությունը, նաեւ հեղինակության առանցքը։ Գաթողիկոս եւ գաթողիկոսություն անչափ իրականություններ չեն։ Աթոր եւ աթորագալ դարբեր իրականություններ չեն։ Եվ Անտիլիասը իր առաքելության մեջ բարփագեց մեր ազգը։ Երբեք չմոտեցավ գոմագի, միագոմանի մոտեցումներով ու հաշիվներով, այլ մեր ազգը նկատեց, մեր ազգը իր հայրենիքով, իր արժեքներով, իր իդեալներով, իր ցավերով, իր դակտապներով, իր մարտահրավերներով, իր առաքելության անանչադելի մասը։ Անտիլիասը մեր ժողովրդի համայնական կյանքի մեջ երբեք լուսանցքի վրա չեղավ, երբեք, եւ չէ այսօր, մայր էչի վրա, ոչ հետևողի թերի մեջ, ոչ սոսկ լսողի թերի մեջ, ոչ հրանքողի թերի մեջ, այլ էյաբես և կերազանցորեն ծառայողի թերին մեջ, որովհետև հոս է իր գոչումը, հոս է իր բարտավորությունը, հոս է նաև իր մեծությունը և հզորությունը։ Բաշխոնական ճաշկերույթները առիթներ հանդիսացան վեհապար հայրաբեդին համար անդրադառնալու Մեծիդան Գիլիգիո Գաթողիկոսության առաքելության զանազան բնագավառներուն, Անտիլիաս թեմ կորձակցության և ներկա ժամանակներու համապատասխան գազմագերբչական ու բարեգործական քայլերու թիմելու։ Երիտասարդության հետ Արամ առաջին վեհապար հայրաբեդին հանդիպումները կարևոր դեղ գրավեցին անոր օրագարկին վրա։ Ուր որ ծրագրված չէր հանդիպում երիտասարդության հետ, նորին սրբությունը բանջեց, զայն նկատելով գենսական մեր ժողովրդի կյանքի, զարգացման ու ներկա դակնապներու թիմակրավման գծով։ Երիտասարդության հետ հայոց հայրաբեդին հանդիպումները եղան երկխոսություն եւ ոչ թե սոսկ հարցպատասխան։ Մթնոլորտը այնքան շինիչ ու հաճելի էր, որ երիտասարդներ ուզեցին դարձյալ ու միշտ հանդիպել վեհապարին հետ եւ լսել անոր պատկամներն ու թելադրությունները։
Նորին սուրբոզությունը, ինչպես միշտ, ազգային բանջարդիրությունը նկատեց Անտիլիասի առաքելության կարևոր երեսները մեկը։ Այս շրջակիցեն ներս աններգա գտնվեցավ Արեմտյան շրջանի Հայտադի եւ Միացյալ Նահանգներու հայ իրավապաններու միության դարեգան հավաքներուն, ուր իր պատգամներու մեջ ընդգծեց, թե Հայտադը արդարության տակ է եւ հայ ժողովուրդը արդարություն ու իր բռնապարված իրավունքներուն հադուցում կպահանջե։ Բնականաբար Հայրաբեդը նաեւ անդրադարձավ Արցախյան հարցին, հիշեցնելով, թե Արցախի էջը մեր Սուրբ Աթորին համար փակված չէ եւ մեր գեցվածքը կմնա նույնը։ Արցախի ժողովրդի վերադարձ բաբենական հողեր, ինքնիշխանության վերահաստատում եւ եկեղեցիներու ու պատմամշակութային գոթողներու պահպանում միջազգային հովանավորությամբ, ինչպես նաեւ Բաքուի մեջ փանդարգված Արցախի ղեկավարներու շուտապույտ ազատարձակում։ Միջեկեղեցական գաբերը եւս մաս կազմեցին Նորին Սրբության այցելություններուն։ Այսպես, Նորին Սրբությունը Վատիկանի ու Դիեզերական Պատրիարքության ներկայացուցիչներուն հետ հանդիպում ունեցավ, որոնք մասնակից դարձան Հայրաբեդին 30-ամյակի նշման հանդիսություններուն։ Ան նաեւ դեսակցեցավ փողկական եկեղեցիներու ներկայացուցիչներուն հետ, որոնք հրավիրած էին Նորին Սրբությունը Նիգիո Դիեզերական ժողովի 1700-ամյակի նշման հանդիսության իր խոսքը արտասանելու։ Արամարաչին հայոց Հայրաբեդը նախակայեց հոգևորականած համակումարին եւ իր պատկամը հղեց մեր հոգևոր հայրերուն, շեշտելով, որ իբրև հովիվներ ծառայական առավել կորձոն ներկայություն պետք է դառնան մեր ժողովրդի կյանքի մեջ եւ հետամուտ լան մեր հոգևոր ու փարոյական արժեքներու կենսակոծման։ Հիշյալ այցելություններուն ու հանդիպումներուն առընթեր Նորին Սրբությունը նաև առիթ ունեցավ դեսակցություն ունենալու թեմակալ առաջնորդներուն, ազգային իշխանությանց մարմիններուն, ինչպես նաև բարերարներու հետ, որոնք իրենց չերմ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցին վեհապար Հայրաբեդին, միաժամանակ ամբողջական զորակցությունը Անտիլիասի համազգային առաքելության, զայն նկատելով էական, մասնավորապես տագնապներով լեցուն ներկա ժամանակներուն։ Վերջաբես հայոց հովաբեդը իր բոլոր պատկամներու մեջ ու հանդիպումներուն ընթացքին շեշտեց, թե հարաճիգային Մեծիդոն Գիլիգիո Գաթողիկոսության համար առաջնահերթ կարևորություն պիտի ստանա սպիրկի վերագազմագերբումն ու մարդուժի պատրաստությունը։